Երբ որ մենք տարիներ առաջ այն էլ ամենածանր պայմաններում պատերազմից անմիջապես հետո սկսեցինք խոսել խաղաղության մասին, բնականաբար մենք շատ ծանր քննադատությունների էինք ենթարկվում եւ որևէ մեկը չէր հավատում, որ մենք այդ օրակարգը կարող ենք առաջ մղել, բավական չէ մի հատ էլ հաջողությունների հասնենք։ Եվ հատկապես այսպես ընդդիմադիր քաղաքական ուժերը անընդհատ փորձում էին շահարկել մեր ռազմավարական գործընկերոջ, մեր այլ գործընկերների շահերը, հա, որոնք որ բախվում են Հայաստանի Հանրապետության տարածքում եւ մենք միշտ ասել ենք, որ մեզ այլ երկրների շահերը չեն հետաքրքրում, մենք առաջնորդվում ենք Հայաստանի Հանրապետության շահով։ Եվ եթե մենք որոշել ենք, որ մենք գնում ենք խաղաղության ճանապարհով, որևէ այլ երկրի դիրքորոշում կարծում եմ, որ մեզ չպիտի հետ կանգնեցնի կամ ստիպի, որ մենք հետ քայլանենք։